Այս գործը, հա, հաշվեք հələ 17 թիվ, 26 թիվ, ինչքան եղավ 9 տարի։ Հայաստանի փառապանծ արդարադատության համակարգը 9 տարի քննում է մի գործ, այդտեղ եթե մեղավոր համարեր վաղեմության ժամկետով մարդը չէր նստելու, էլի, այստեղ պետք է մենք ճիգարով շնորհակալություն հայտնենք պարոն Փաշինյանին, պարոն Ծառուկյանը նույնպես ըստ երևույթին պետք է ճիգարով, էլի մի հատ շնորհակալություն հայտնի պարոն Փաշինյանին արդարադատության համակարգը բանը ճմրթելու համար, էլի, ճիգարով տրորելու համար, թե արդարադատություն ենք իրականացնում, բարեփոխել ենք դատական համակարգը, քամբես լավ է, ասելու չէ, էլի, հա ինչ վատ եղավ, բայց էլի, հա, ափսոս, շատ ափսոս, խայտառակ պատմություն է։ Ուրեմն, բայց Սեթրագ Արուստամյանը նույն հոդվածով մեղավոր ճանաչվեց, հա, այստեղ ինչ հոդ է գալիս, հիշում եք, չէ, այդ հոդը կինոների մեջ բան ինչ ասում, վրեդ վերցրու, մենք տիրություն կենենք, էլի քեզի, մոտարապես այս տրամադրությունն է ստացվում, հա, Սեթրագ Արուստամյանը դու մի ասա, իր գլխին, ինքնուրույն, առանց պարոն Ծառուկյանի իմանալու, առանց պարոն Ծառուկյանի համաձայնության ընտրակաշառքով է զբաղվել միջնորդ, հա, միջնորդի միջոցով կաշառք ստանալուն, տեխնացուներից անձամբ կամ միջնորդի միջոցով իմացար։ Պարոն Ծառուկյանը տեղյակ չի եղել, զբաղված եղել մարդը պարապ չէ ընտրակաշառքով զբաղվի, բայց Սեթրագ Արուստամյանը ժամանակ ունեցել է մի քիչ զբաղվել ընտրակաշառքով, ինչի կապակցությամբ սրտան շնորհավորում ենք պարոն Ծառուկյանին, մաղթում ենք երկար տարիների ազատ երջանիկ կյանք, լիք հարցաններ շարի տարբեր սարերի գլխներին, հետո ինչ որ այդ սարերի վրա բազմաթիվ հին քարեդարյան, բրոնզետարյան հուշարձաններ կան, կարևորը պետական իշխանությունը թույլ է տալիս Ջան ասում, ջան եք լսում դուք իրար հետ, էլի, պարոն Փաշինյանի հետ, պարոն Փաշինյան ջան, ցավը, պարոն Ծառուկյան ջան, ցավը, իրար հետ դուք այդպես էլի, հա, մենք տեսնենք, որ իբր դատական գործ է քննվում, էլի, հա, բայց սարերի գլխներին արձաններ, բարեգործություններ, մի փունջ, հա, եւ արդարացում բնականաբար, ինչը իսկապես շնորհավորելու կապակցություն է, առիթ է, այնպես որ սրտան շնորհավորում ենք ձեզ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։